Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Խաչմերուկ հեռուստանախագծի հերթական թողարկումն է եւ ես շարունակում եմ ձեզ տեղյակ պահել համայնքում կատարվող մշակութային անցուդարձի մասին, ուշագրավ բոլոր այն ձեռնարկների մասին, որոնք որ իսկապես արժե որ գնալ, տեսնել եւ վայելել։ Իսկ այս շաբաթ հատուկ ընտրել եմ մի հետաքրքիր թեմա, հունվարի 17-ին ապրիլ գրատանը տեղի ունենալու գրքի շնորհանդես եւ ցուցահանդես անուրջներ խորագրով եւ հատուկ այդ առիթով ես հենց հիմնական մեղավորներին ձեռնարկի, այսինքն ձեռնարկի կարևոր դեմքերին եմ հրավիրել հյուր նկարչուհի Նելի Դանիելյանն է լինելու ինձ հետ տաղավարում եւ բանաստեղծուհի Քնարիկ Մենզիլջյանը, մնացեք մեզ հետ։ Ինձ ելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն նշեցի, այս շաբաթվա իմ հարցազրույցի առիթը հունվարի 17-ի գրքի շնորհանդես եւ ցուցահանդեսն է ապրիլ գրատանը, ժամը 6-ին է երեկոյան տեղի ունենալու եւ այդ առիթով ինձ հետ տաղավարում են բանաստեղծուհի Քնարիկ Մենզիլջյանը եւ նկարչուհի Նելի Դանիելյանը, ողջույն։ Ողջույն։ Նախ նշեմ, որ մեծ սիրով եմ ձեզ հյուրընկալել իմ տաղավարում եւ միանգամից կցանկանայի մեր հեռուստադիտողներին տեղեկացնել, որ պարզվում է, որ Քնարիկը մեզ մոտ ժամանել է Ֆրանսիայից, իսկ ահա Նելին այստեղ է Մոսկվայից, Ռուսաստանից եւ շատ հետաքրքիր է իհարկե բնականաբար նախ համագործակցությունը եւ թե ինչպես այդ աշխարհի երկու անկյուններից հավաքվել եք, հենց հանդիպել եք Լոս Անջելեսում։ Մեր հանդիպումը շատ հետաքրքիր էր իրոք։ Ծանոթացել ենք համացանցի միջոցով եւ բոլոր հարցերում կարելի է ասել, որ կարծիքները համընկնում էին։ Նույն զգացողականությունը ունենք, կարելի է ասել, յուրաքանչյուր հարցի շուրջ կարողանում ենք գտնել մի ինչ-որ մի նոր բան եւ մտորումները բոլոր համընկնում են։ Հետաքրքիր ծրագիր կազմեցինք դրա շուրջ, այսինքն որը ներկայացնելու ենք այսօր եւ որի շուրջ պետք է լինի մեր ցուցահանդեսը։ Այսինքն ես գրում եմ եւ Նելին նկարում է, զգացողականությունը շատ մեծ է եւ կարողանում ենք համադրել երկուսը։ Այո, երկու ստեղծագործող մարդ հանդիպել են համացանցի միջոցով եւ ինչքան հաճելի է լսել, որ համացանցի միջոցով ճիշտ եւ հաճելի ծանոթություններ նույնպես հնարավոր են եւ ահա այժմ արդեն հիանալի համագործակցություն է ստացվել։ Այ հետաքրքիր է, երկուսդ էլ ստեղծագործող անձնավորություններ եք, ինչքան որ ունեք ընդհանրություն, հենց ստեղծագործելն է, նաեւ ունեք անհատականություն։ Հեշտ է համագործակցել երկու ստեղծագործող մարդկանց։ Կարելի է ասել երկուս էլ ուժեղ բնավորություն տեր ենք եւ գիտենք ինչ ենք ուզում։ Եվ երևի դրանով է հեշտ, քանի որ նպատակները մեզ համար պարզ են, հստակ են եւ կարող ենք որոշումները հեշտությամբ կայացնել։ Իհարկե հաշվի ենք առնում մյուսի ցանկությունը եւ համադրում այդ երկուսը միատեղ կարող ենք համագործակցել հեշտությամբ։ Շնորհակալություն։ Իսկ այս շատ նաեւ հետաքրքրեց այն հանգամանքը, Քնարիկ դուք Նելիի նկարը տեսաք եւ ստեղծագործությունը նրա նկարներից մեկը տեսակ համացանցում, թե Նելի դուք կարդացիք Քնարիկի բանաստեղծությունները։ Սկզբում Նելին ուրեմն ես ծանոթացել եմ իրեն նկարների հետ։ Հետո ես գրում էի, բայց կարծիքի կարիք ունեի եւ քանի որ ուղարկում էի Նելիին, ուրեմն բանաստեղծությունները նա ոգևորվում էր։ Չէ, ես գաղտնիք բացեմ, ոչ միայն ես ոգևորվում էի, այլ նաեւ ոգեշնչվում, քանի որ այդ բառերը, որ ես կարդում էի, ես չէի հասկանում, կարծես մի մարդ, որը ինձ ծայրից ծայր գիտի, վերցրել ու գրել է իմ կյանքը։ Այնքան հուզեց Քնարիկի արվեստը ինձ, որ արդեն ամեն օր շփվելով ես հասկացա, որ անհնարին է չանել մի հետաքրքիր համագործակցություն, պրոյեկտ եւ որոշեցինք
իրականացնել գիրք, որտեղ կլինեն իհարկե քննարկի բանաստեղծությունները եւ այն նկարները, որոնք ես կարդացել եմ բանաստեղծությունները, ոգեշնչվել եւ նկարել։ Հատուկ ընտրված հենց այն նկարներն են, որ ոգեշնչված են եղել քննարկի ստեղծագործությունները։ Այո, երբ որ բանաստեղծությունը կարդում ենք եւ նկարը դիտում, կարծես մի հետաքրքիր պոեզիա է ավելի, հա, առաջ գալիս։ Եվ ստացվել է իհարկե հետաքրքիր սինթեզ, արվեստ կոչվող։ Հիմա առաջարկում եմ այս պահին դիտենք տեսանյութ, որտեղ կկարողանանք վայելել քննարկի ստեղծագործություններից մեկը եւ ավելի վառ պատկերացում կազմել, թե ինչի մասին է խոսքը եւ այն ինչն է այդքան Նելիին հուզել։ Կան կյանքում սիրո պատմություններ, որ ետ չեն դառնա երբեք, կանցնեն հիշողության գիրկն առհավետ, բայց կան նաև, որոնք սկսված ու անավարտ, կարոտով երբեմն սպասում են կարծես ակնթարթին հարմար, որ ժայթքեն ինչպես ժայռերի լավան եռացող, երկրի վերավոր սրտի խորքում թաքնված։ Կան զգացմունքներ, որ չեն անհետանում, այլ ձևափոխվում են, ուրիշ կերպարանք շունչ առնում, թաքնված սպասում հոգու ծալքերում։ Ու անկախ թելադրանքից գիտակցության մի պայծառ անսպասելի օր ներքին գերբնական ուժի մղումով ձգողականության ուժին համամիտ ներխուժում են չհանդուրժելով մեր ներկան ներկայի, գերադասելով չավարտված պատմություն անցյալի, կերպարն առած մի նոր պատմության և եթե փորձե շրջանցել խորամանկաբար, նա չի պարտվի։ Միևնույն է հոգուն թելադրել անհնարին կլինի։ Մտքերը տանջող, սիրող էակին ձգտող, քաղցկեղի նման կտարածվեն, ուղեղ և մարմին կապականեն, հանգիստ չտալով գիտակցությանը ու ստիպելով ներկային դառնալ անցյալ ու նահանջել, տեղազատել անցած անավարտ սիրո պատմությանը, միավորելով նորե սիրո հոգիներին, միավորել նրանց ու ազատել զգացմունքներն ազնիվ անզուգական, պատրաստ խախտելու սահմանը սահմանված, անթույլատրելին իրականացնելու ու ավարտելու պատմությունը սկսված ու անավարտ մնացած։ Բրավո պետք է ասեմ, բրավո քնարիկ նախ եւ առաջ մտքի խորության համար եւ Նելի ինչ գույների մենք ականատես եղանք, ինչ չքնաղ պատկերների։ Ինձ նաեւ շատ հետաքրքրում է վայրը ընտրված Լոս Անջելեսը, ոչ Մոսկվան, ոչ Փարիզը, հենց Լոս Անջելեսը, կպատմեք այդ մասին։ Որովհետև շատ հայրենակից, շատ ընկերուհիներ, բարեկամներ ունենք այստեղ եւ մեծ ցանկություն ունեինք նրանց մասնակից դարձնելու այս ամենին։ Ահա, շատ բարի, ուրեմն վստահ եմ, որ արդեն հարազատների միջավայրը լինելու է այդ օրը աջակիցների առաջին դաշտը, հենց առաջին շարքում լինելու են մտերիմները, բայց նաև իհարկե սպասում եք այդ օրը մարդկանց, ովքեր առաջի անգամ առիթ կունենան ծանոթանալ, այո։ Ուրեմն մուտքը ազատ է լինելու, այնպես չէ։ Այո։ Մուտքը ազատ է եւ սպասում ենք մեծ քանակությամբ հյուրերի։ Այնպես որ շտապեք սիրելի հեռուստադիտողներ, հունվարի 17-ին ժամը 6-ին ապրիլ գրատուն, բացահայտեք ձեզ համար գեղեցիկը եւս մեկ նոր անկյունից, որը ձեզ համար նախապատրաստել են Նելին եւ Քնարիկը միասին։ Նշում էինք հաղորդումից առաջ մի փոքր կարճ զրույց ունեցանք, բացեմ գաղտնիքը մեր հեռուստադիտողներին, ինձ էլ է շատ հետաքրքիր ծանոթանալ մեր հյուրերի հետ նախապես, որ բարեգործական հիմունքներով է սա։ Նելի, բացեք ճակերտները։ Իհարկե կբացեմ, կյանքիս վերջին 17 տարիներում ես ապրում եմ Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, իմ կյանքի խորհրդանիշն է այսպես դարձել Սիմեոն Աֆոնսկու խոսքերը, որպեսզի լինել ուժեղ եւ ոչ, որպեսզի կարողանանք օգնել ինչ-որ մեկին, պարտադիր չի լինել ուժեղ եւ հարուստ, բավական է լինել բարի։
Ես առաջնորդվում եմ հենց այդ կարգախոսով, ես մտածում եմ, եթե ես ունեմ այդ շնորհքը, Աստված ինձ տվել է ինչ որ չափով, հա, նկարելու, ես երբևէ չեմ ինձ գերազանցել, ասել ես նկարիչ եմ, չգիտեմ ինչ, հա, եթե ես գիտեմ ինչ որ մի չափով նկարել, կարող եմ դա փոխանցել դիմացինիս, տվյալ հենց այս դեպքում երեխաներին, մանկատան երեխաներին եւ վետերաններին, որոնք կարիք ունեն շփման մարդկանց հետ։ 11 տարի Մոսկվայում ապրելով, ստեղծագործելով, չկորցնելով իմ հայացությունը, դաստիարակելով իմ երեխաներին հայ, ես փորձեցի իմ հայ ազգի մշակույթը տարածել այն երկրում, որտեղ ես կարողացա ցուցադրել իմ աշխատանքները։ Չեմ ուզում մանրամասնել, որ երկրներն եմ գնացել եւ որտեղ եմ ցուցադրվել եւ իհարկե եղել են եւ մանկատներ տարբեր երկրներում եւ օգնել ենք զինվորին մեր Շանթ Ղազարյանին, որը կորցրել էր ոտքը այս քարոյա պատերազմի ժամանակ Հայաստանում 7 քաղաքներով ցուցադրություն կազմակերպեցինք ցուցահանդեսների մի շարք շատ հետաքրքիր նկարչուհի Այսա Հակոբյանի հետ եւ գալու հիմնական նպատակներից մեկն էր նաեւ ունենալ այստեղ բարեգործական մի վարպետության դաս, շփում, ցուցադրություն, ծերանոց գնալ, այցելեր Ինչու՞ չէ, կարծում եմ, որ պետք է ցուցադրել, պետք է մոտ կանգնել այն մարդկանց, որոնք ունեն քո կարիքը։ Ասեմ, որ այս տարի հենց այդ իմ բարեգործական ակցիան նկատեց Մոսկվայի համայնքապետը եւ ինձ տվեց ամենաբարի սիրտ մրցանակաբաշխության մեջ մրցանակ, իհարկե հարցը նա չի, որ ես ստացել եմ այդ մրցանակը կամ չեմ ստացել, հարցը նա է, որ մարդիկ քեզ նկատել են, խրախուսում են քո արածը եւ ասում են վերցրու եւ շարունակի, ինչու՞ չէ։ Եվ ցանկությունը ինչքան մեծ է կիսվել շրջապատի հետ նաեւ։ Եվ գովելի այն հանգամանքը, որ այստեղ էլ ասացիք, որ ծերանոց այցելել անպայման ծրագրում կա, պետք է այցելենք։ Այցելելու եք։ Շատ լավ է, որ այն մարդիկ, ովքեր ամենաշատը կարիք ունեն չմոռացված լինելու, եւս մեկ անգամ իրենց շուրջ զգալու են սերը եւ ուշադրությունը։ Այս պահին կարճ դադար, որից հետո վերադառնանք, շարունակենք մեր հետաքրքիր ուշագրավ զրույցը։ Եթերում խաչմերուկն է, ինձ հետ տաղավարում են Նելի Դանիելյանը եւ Քնարիկ Մենզիլջյանը եւ մենք զրուցում ենք համագործակցության մասին, որը տեղի ունենալու հունվարի 17-ին ապրիլ գրատանը անուրջներ խորագրով։ Ըստ իս ցանկացած ստեղծող մարդու կյանքում այն կետը, երբ նա արդեն սկսեց ստեղծագործել, ամենավառն է տպավորվել, ամենալավն է հիշում եւ դրա հետ կապված անպայման պատմություն կա, ուստի հետեւյալ հարցս երկուսիդ եմ ուզում ուղղել, կհիշեք եւ մեր հեռուստայտողներին կպատմեք, երբ բանից, որ հասակից սկսեցիք ստեղծագործել։ Ինձ մոտ դա առաջ ասեմ, որ գաղտնի եղել, մինչև վերջերս, առաջ է եկել ցանկություն միշտ գրելու, փոքր ժամանակվանից դեռ դպրոցական տարիներից, բայց միշտ գաղտնի եմ պահել, դա եղել է իմ հոգու գաղտնիքը, ինչպես բայց վերջերս արտահայտվեց, երբ որ շատ խորը զգացմունքներ եմ ունենում, արտահայտվում եմ, անպայման ուզում եմ հանձնել թղթին իմ զգացածը, եւ վերջերս ավելի խորներ, ապրիլին ուրեմն գտնվում էի Երևանում, իհարկե շատ իրադարձություններ եղան եւ դրա հետևանքով առաջ եկավ ուրեմն ցանկությունը, որ իրոք արտահայտվեմ եւ ցույց տամ։ Այո, ուրեմն երբ որ հուզումնական դաշտը իսկապես հասնում է գագաթնակետին եւ բառերը քիչ են արդեն ուղակի արտահայտելու, հետաքրքիր ականջին հաճելի ֆրազ հնչեցրեցիք հանձնել թղթին, որը
այդքան այսօր, երբ որ ամեն ինչ արդեն էլեկտրոնային վիճակում է, ամեն ինչ արդեն iPad-ացված է, հիմնականում հենց թուղթ ու գրիչն է, որ օգնում է ստեղծագործել, չէ՞։ Միայն սկզբում եմ գրել, հետո նորից մաքրագրում եմ, նորից եմ գրում եւ աշխատում գիշերներ եմ լուսացնում։ Եվ նաև շատ հետաքրքիր է, արդեն վստահ եմ հեռուստադիտողները ստեղծագործությունից, որը քիչ առաջ առաջին հատվածում հնչեց, հասկացան, որ ձեր ոճը տարբերվող է։ Դուք ինքներդ կերտել եք ոճ, ինչպես ստացվեց, որ ինչ ոգեշնչումից, ինչից ազդված հենց այդ ֆորմատի մեջ որոշեցիք ստեղծագործել, արձակ, բանաստեղծություններ են կարելի ասել, եւ նաեւ թեմատիկան ինչ է գերակշռում ձեր ստեղծագործություններում։ Թեմատիկան կարող եմ ասեմ, որ բազմաթիվ սյուժեների թեմաների մասին եմ խոսում, որը ինձ մոտ մտածել առիթ է տալիս եւ անպայման ուզում եմ արտահայտվել։ Ուրեմն իսկ ժանրը, չգիտեմ, չեմ կարող ասել, որ ճյուղին եմ պատկանում, որովհետև գալիս է հոգուս խորքից եւ բնական է ամեն ինչ, արտահայտվելու ձևն է դա, իմ մտածելակերպը, թե ինչպես կարող ենք անվանել դա բանաստեղծություն, թե արձակ, դա արդեն քննադատ մարդիկ կարող են ասել։ Կարևորը զգացմունքն է, որը կա ստեղծագործության մեջ, այո, եւ հուզական դաշտ է, իսկապես լիովին ձեզ հետ համաձայն եմ եւ ուրախ եմ, որ գտակ այն համարձակությունը, որ գախնի չպահեք այս գեղեցիկ գոհարները, որոնք ունեիք ձեր թղթերին հանձնած եւ ուզում եք գախնի պահել։ Անպայման ուզում էի կիսվել այս անգամ։ Հաջորդ նույն հարցս կխնդրեի, որ Նելի դուք պատասխանեք։ Սիրով, ինձ մոտ մի քիչ անգիտակից տարիքում են ստեղծվել առաջին ստեղծագործությունները, անգիտակից ասեմ, ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ որ տատիկս ինձ մի հելուն նվիրեց, ես 5 տարեկան էի այդ ժամանակ, շատ պայծառ մանկություն եմ ունեցել եւ պատմում եմ ու հիշում եմ, ժպտում եմ, սիրում եմ այդ պահերը, կարոտում եմ։ Ճիշտն ասած, երբ որ սկսեցի այդ հելունը վերցրեցի ձեռքս եւ սկսեցի աշխատել, հա, ծնողներս նկատեցին, որ այս աղջիկը շնորհք ունի, ընդհանրապես շնորհք, եւ ինձ վերցրեցին Տարան գեղագիտական կենտրոն ասեղնագործության բաժին։ Անչափ շնորհակալ եմ ծնողներիս դրա համար, որտեվ ինձ դրեցին ճիշտ ուղու վրա։ Եթե երեխա ամբողջ օրը, հա, ինչ որ հելունով գործում, նկարում, ուրեմն ինչ որ իրոք մի շնորհք ուներ։ Ինչևէ, ավարտեցի գեղագիտական կենտրոնը, հետո ինստիտուտը, հետո մանկավարժական ինստիտուտը, վերապատրաստվեցի Մոսկվայում, որպեսզի կարողանամ դասավանդել Մոսկվայի դպրոցներում, որտեղ հնարավոր չի առանց վերապատրաստվելու։ Մի պահ շատ լավ տպավորված է իմ գիտակցական ստեղծագործական սկիզբը, հա, այսպես ասեմ, դա 2008 թվականն էր, երբ որ ծնվեց իմ երկրորդ տղան արդեն, ես շատ հետաքրքիր տեսլիքներ սկսեցի տեսնել, որոնք ես չեմ կարող ասել, դա երազ էր, դա ինձ որ տրված էր, ես գիշերը զարթնում եւ կարծես ծարավ մարդ, որը ուզում է ջուր խմել, ես փնտրում էի գրիչ կամ մատիտ, որպեսզի իմ այդ տեսածը վերարտադրեմ թղթին։ Նորից թուղթը։ Այո։ Ճակատագրական թուղթը։ Ճակատագրական թուղթը։ Գիտեք, այդ պահից սկսած ես հասկացա, որ ինձ մոտ բացվեց մի այլ ստեղծագործական ուժ, մի այն, որ սովորել էի, այո, դա ինձ օգնեց նկարելուն, բայց այս աշխատանքները, որոնք ես բերել եմ եւ պատահական չենք մենք ընտրել անուրջներ, երազներ, դա երազային ստեղծված աշխատանքներն են, դրանք հոգևոր են, չունեն ոչ մի աշխարհիկ իրականություն, կարծես ինչ որ կերպ ցուցանկարների շարք, որոնք սկսվում են աշխարհի արարումից եւ վերջանում մեր Գրիգոր Նարեկացու տաղերով։ Հրավիրում եմ սիրով հեռուստադիտողներին, եկեք, տեսեք, կիսեք ձեր կարծիքները մեզ հետ։ Իսկ այս պահին ունենք տեսանյութ արդեն նվիրված Նելի ստեղծագործություններին եւ կցանկանայի առանձնահատուկ նշել, որ նկարները, որոնք դուք այժմ դիտելու եք, հնչելու են երգի ներքո, որը կատարում է հենց Նելի որդին։ Դիտենք։
wanna stay. And we are the ones that want to choose. Always want to play, but we never wanna lose. Somebody fight it all. Cause we are the ones that want to play. Always want to go, but you never want to stay. And we are the ones that want to choose. Always want to play, but you never want to lose. Մեր եթերում տեսանյութեր ցուցադրող Նելի Դանիելյանի ստեղծագործությունները իդեպ նշեմ, որ Նելին հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության պատվավոր անդամ եւ քանի որ մեր հաղորդումը արդեն մոտենում է իր ավարտին, ճիշտ է խոսելու շատ բան կար, բայց ցավոք սրտի ժամանակը սահմանափակ է։ Ես նշեմ, որ եւս մեկ կարեւոր ընդհանրություն գտա ձեր մեջ երկուսիդ, որ երկուստ էլ մանկավարժ եք։ Այո։ Պատվավոր, սա իսկապես հիանալի մասնագիտություն է, որ արդեն օտար երկրում ձեզ համար հայրենիքից դուրս կարողանում եք զբաղվել մանկավարժությամբ եւ քնարիկը սովորեցնում է, կրթում է օտարազգի, հենց ֆրանսիացիներին ֆրանսերեն լեզու, ճիշտ է։ Ֆրանսիայում եմ դասավանդում մի միությունում, որտեղ տարբեր օտար ազգի ժողովուրդներից գալիս են եւ ուզում են ֆրանսերեն սովորել եւ նաեւ աշխատում են դպրոցում։ Իսկ Նելի դուք Ես էլ հայրակրթական դպրոցում եմ աշխատում, Մոսկվայում հենց ռուսերենով դասավանդում եմ նկարչություն եւ արվեստի պատմություն։ Երեխաներին մեծ սիրով կիսում եմ իմ ձեր փորձառությունը։ Մենք երկուսս էլ երեխաներ ենք սիրում եւ նաեւ ստեղծագործություն եւ երեխաներին, այո։ Շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք իմ տաղավարում։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հունվարի 17-ին Ապրիլ գրատանը ժամը 6-ին երեկոյան տեղի ունենալու այս երկու հիանալի գրքերի շնորհանդեսը եւ ցուցահանդես նկարների անուրջներ խորագիրը կրող, այնպես որ շտապեք, մուտքը ազատ է, բոլոր այն մարդիկ են հրավիրված, ովքեր գնահատում են գեղեցիկը, գնահատում են արվեստը եւ առհասարակ հայ ստեղծագործողին։ Մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ, հաջողություն։